Բարև սիրելիներս, մենք այսօր գնել ենք խորովածի համար միս, գար և խոզի միս և պատրաստվում ենք խորովենք, արդեն տեսնում եք խորովածի պրոցեսը մեզ մոտ սկսված է, միսը կտրատել ենք և համեմել ենք, այստեղ ծառն ենք դրսից տուն բերել և պետքա մի քիչ կտրատեմ դեղին տերևները, արդեն պատրաստ կտրատած է, հիմա միսը կշարենք շամփուրների վրա, պապան իր ձեռքով սարքել է թոնիր և շամփուրների վրա շարած միսը կիչեցնենք թոնրի մեջ, ամբողջ մսին վճարվել է մոտավոր 300 եվրո, գրեք մեկնաբանություններում թանկ է այսքան մսի համար թե ոչ և Հայաստանում ես նույնպես գիտեմ գառը թանկ միս է համարվում, ինչքան կվճարեիք մոտ 10 կիլո գառան համար ու թոնրի մեջ գառան միսը շատ համով է լինում, վերջ արդեն միսը շարված է շամփուրների վրա և տակը դրել ենք կարտոֆիլ, որպեսզի միսը չթափվի ներքև, ահա խոզի միսն էլ է շարված, ահա և պապայի ձեռքով պատրաստված թոնիրը, հիմա կսպասենք կրակը որպեսզի իջնի և նոր միսը կշարենք մեջը, տեսեք ինչ մեծ կրակ է, փայտերը մեջը բոցավառվում են ու ինչքան հետաքրքիր ձև է անկյուններում արված, որ շամփուրները միասին կախվի և այստեղ հենվեն, կտեսնեք այսպես են կախել շամփուրները ու ինձ թվում է այսպես ավելի հեշտ է, ինչքան ախորժելի տեսք ունի այս միսը, մեզ բարի ախորժակ, եթե դուք էլ եք ուտում, ձեզ էլ բարի ախորժակ, շնորհակալություն, որ այս տեսանյութը դիտեցիք մինչև վերջ, մի մոռացեք դրեք ձեր լայքերը, բաժանորդագրվեք, գրեք մեկնաբանություններ, ցտեսություն։